Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ այս մի քանի օրերին, այս ամբիոնից եւ Առհասարակ ազգային ժողովում հնչած մի քանի մտքերի։ Բայց նախ բարեկամաբար Տիկին Ազարյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ոչ թե վարկաբեկել, այլ վարկաբեկել եւ վարկը բոլորովին տարբեր իմաստներ ունեցող, տարբեր բառեր են, Ստուգե Կաճարյանի Աղայանի բառարաններում կամ ցանկացած on-line բառարանում։ Դա բարեկամաբար էր։ Իսկ որ ձեր ուժի կողմից առհասարակ եկեղեցին վարկաբեկելու քյով գրեք թե կյով, ինչպես էլ արտասանեք, վարկաբեկելու ընթացք եք հունավորել, դա ուղղակի ակնհայտ է։ Եվ ձեր գործողությունները հակասահմանադրական են, դատապարտելի եւ հանցավոր։ Ես նորից հիշեցնում եմ Սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածները, կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության մասին օրենքը, որով եկեղեցին եւ պետությունը անջատված են միմյանցից եւ ոչ մի քաղաքական ուժի եւ որևէ իշխանության տրված չի եկեղեցին բարեփոխելու օրակարգը եւ ոչ էլ դուք եւ որևէ քաղաքական ուժ այսօր կամ պատմականորեն եկեղեցին բարեփոխելու օրակարգ պարտադրելու իրավասություն չունի։ Ձեր բոլոր գործողություններում, այդ թվում Մայր Աթոռի վրա հերոսակախմբեր ուղարկելը, իսկ այդ հերոսակախմբերում տեսել ենք թե տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ընդ որում նաև կառավարության անդամներ, դրանք բոլորը քրեորեն դատապարտելի են ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործման իմաստով, այլ բարոյական եւ պատմական իմաստով։ Ուրեմն չի կարող նաև վեհափառին որևէ վարչապետ պարտադրել հրաժարական։ Եվ այս պահանջը ինքնին եւս հանցավոր է եւ դատապարտել է։ Պատմականորեն այսպիսի փորձեր արել են։ Հայ առաքելական եկեղեցին փորձեր են ասպատակել քոչվորները, թուրք քոչվորները, մոնղոլները, ստալինները, բերյանները։ Հիմա հարց տվեք ձեզ, որտեղ են նրանք հիմա։ Երեք շատ մեծ պաթոսով նշվում էր, կարծեմ Տիկին Ազարյանը, հետո նաև կրթության նախարարը, թե ինչպիսի պատմական աննախադեպ 1.69 միլիարդի ներդրում է կատարվել վերանորոգելու, վերականգնելու համար պատմամշակութային հուշարձանները եւ եկեղեցիները։ Բայց դուք ճիշտ չեք կամ գիտակցված մանիպուլացնում եք։ Նախ 2025-ին հուշարձանների նորոգման, վերականգնման համար հայտարարվել է 1.769 միլիարդ հատկացում, բայց հաստատվել է 1.350 միլիարդը։ Փաստացի կատարվել է 441 միլիոնի աշխատանք, ինչը նշանակում է ձեր խոստումի 30-ից 32% կատարողական այդպիսին է։ Ես այստեղ ուզում եմ հիշել հայտնի ասացվածքը, որ կախվածի տանը պարանից չեն խոսում։ Առհասարակ ասեմ, որ ընդհանրապես շինարարությունը ձեր մրցակցային առավելությունը չի։ Ես դեպի բարեկամաբար խորհուրդ կտայի առհասարակ այդ թեմային չանդրադառնալ եւ կխուսափի ուղղակի շինարարությունից խոսել եւ վկան առաջին հալոցքի հետ հալված ասֆալտն է եւ ցավում եմ, որ սրամտության հեղինակը ես չեմ, այս օրերին շրջանառվում է, որ ասֆալտների փոսերը այնքան խորն են, որ երկրի հակառակ կողմն է երևում։ Ճիշտ նույն տրամաբանությամբ ես կշարունակեի շինարարության ոլորտում ձեր հաջողությունները։ 300 դպրոցի փոխարեն 56 ավարտումների փաստը, ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիան, ել չասեմ այն մասին, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը արդեն 3-րդ անգամ փոխում է իր ժամկետները, եւ նաեւ քաղաքի ցանկացած կենտրոնական եւ ոչ կենտրոնական փողոցներում քայլեք։ Այսօրվա սալիկը վաղը ավազ է դառնում։ Գոնե ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը արդեն 4-ից 5 տարի, միջին կատարողականը 30-ից 38-ից 40% է։ Սա նշանակում է ձեր տրված խոստումների մոտավորապես 60%-ը չեն կատարվել։ Այնուամենայնիվ ուզում եմ հռետորական կամ ոչ հռետորական հարց բարձրացնել, թե որքան կարելի է ստով կերակրել ժողովրդին, չկայացած խոստումները կամ չկատարած խոստումները ներկայացնել որպես իրավիճակի փոփոխություն, մեղադրել բոլորին, հասնել Տիգրան Մեծին, 10-րդ դարն, Հակոբ Մովսեսն ասում է 10-րդ դարից դաշնակցության մեղքը մեծ է, չեմ կարողանում մոռանալ այդ նախադասությունը, մեղադրել բոլորին եւ չտեսնել սեփական անկարողությունը եւ սեփական մերկությունը։
Հիմա խոսեմ իրավական եւ քաղաքական պատասխանատվության այն ցածր մակարդակի մասին եւ սեփական խոսքը չգնահատելու նաեւ մասին։ Եվ նաեւ մեր լսարանը, այս ամբիոնը, խորհրդարանը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չգնահատելու ձեր այդ խիզախության մասին։ Երկու օր է ինչպես եւ առհասարակ ձեր հրապարակային հայտարարություններում ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ եք անում։ Ես նորից կրկնում եմ, այս ամբիոնը զրուցարան, հայերով սիրում են օգտագործել բեսեդկա բառը, զրուցարան չէ, եւ չստուգված փաստեր եւ ակնհայտ կեղծիք այստեղից հնչեցնելու իրավունք որևէ մեկը չունի։ Միգուցե ձեզ թվում է, թե իսկապես այսպես սպանիչ ելույթներ եք ունենում, էլի, զգետնի, սպանիչ ելույթներ եք, եւ դատախազության տարածած հաղորդագրությունը կարելի է այստեղ տարածել, որը դեռևս դատավճիռ չէ, եւ դուք ոտնահարում եք անմեղության կանխավարկածը։ Իդեպ այն դատախազությունը, որի գլխավոր դատախազը դեռ շարունակում է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականը լինելը, այն դատախազությունը, որի թեթև ձեռքով Հայաստանում քաղաքական բանտարկյալներ ունենք, այն դատախազությունը, որի գործերի միջից ցուցմունքներ են կորում, եղեն ապացույցներ, մոնտաժվում են տեսաերիզներ եւ ցանկալի պատկեր ստանալու համար կարող են նաեւ զեղծարարությունների դիմել։ Իդեպ հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվության մեջ երեք էլ պարզ դարձավ, հնչեց այդ թիվը, նախաձեռնած վարույթների 70%-ը կարճվում է։ Սա ինչի մասին է խոսում։ Նախ չհիմնավորված պատվերների եւ նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Բայց իհարկե այդ առիթը դուք բաց չեք թողնում հրեշայնացնելու, թիրախավորելու, ատելության սերմեր տարածելու հասարակության մեջ։ Եվ երեք, երբ որ ես խոսում եմ բռնության մշակույթի մասին, ամենաթողության, անպատժելիության մասին, սրանք նաև այ արմատները գտեք այդտեղ 70%-անոց կարճում գործերի, իսկ մինչ այդ հասրել եք հասարակությանը թունավորել թիրախավորված։ Թագուհի Ղազարյանը գերազանցեց վերջերս իրեն, այստեղից հայտարարելով. Լևոն Մկրտչյանը գողացել է պետությունից, հետո շարունակեց. մեր բախտը բերել է, որ դպրոցներից է գողացել։ Հերոսական, բացառիկ գողունակությամբ հայտարարում է ԿՊ-ական Թագուհի Ղազարյանը։ Ես լինեի Լևոն Մկրտչյանի փոխարեն իրապես դատի կտայի, մանավանդ, որ հետո շարունակում է, որ մեր բախտը բերել է, որ դպրոցից, այսինքն ցանկացած գողություն արդարը, եթե դպրոցից է կարելի է գողանալ, ինչ երկաթյա տրամաբանություն։ Հասկանալի է, որ նախընտրական տենդի մեջ եք, բայց փորձեք մի փոքր ադեկվատ լինել։ Թե չէ այս տրամաբանությամբ, երեկել ես առաջին շարքից հնչում էր լավ կրինի չխոսեք, թե չէ այս տրամաբանությամբ կարելի է հասնել չինական հեղափոխությանը եւ խունվեյբիների տրոյկաներ ձևավորել։ Այս սա է ձեր տրամաբանությունը, այն որ ասում եք Գյումրի չի լինի, դուք ով եք որ որոշեք Գյումրի կլինի թե չի լինի, բայց եթե հասկանում եմ, որ իհարկե որոշել եք, որովհետեւ Ղուկասյանի դատը դրա մասին է վկայում։ Այո, Իդեպ մի բան ասեմ, կոռուպցիայի դեմ պայքարը, որ դուք ձեզ համար բրենդային ցուցիչ եք հայտարարել, ասեմ, որ այդ ցուցանիշը վերջին 2-3 տարիներին նույնիսկ նվազել է։ Եվ այս առատորեն, այս քանի օր է դուք առատորեն խոսում եք հաղթելու ենք կարգախոսով։ Ասեմ, որ այդ հաղթելու ենքը շատ վատ կոնոտացիա ունի, շատ վատ համատեքստ։ Դուք 44 օր շարունակ մեր ժողովրդին խաբեցիք հաղթելու ենք կարգախոսով։ Եվ այդ խաբելը սև դառը սև էջ է մեր պատմության մեջ եւ սև եւ դառը էջ նաեւ ձեր քաղաքական ուժի կենսագրության մեջ։ Երեք եւ առաջնոր եւ առհասարակ մտածել եք թե ինչու եք թիրախավորում Դաշնակցությանն ու Հայ առաքելական եկեղեցուն, այնքան ակնհայտ է։ Երկու ազգային հենասյունային արժեք ներկայացնող արժեքներ, այո, ինքնութենական արժեքներ, Դաշնակցություն եւ եկեղեցի։ Եվ երեք ձեր առաջնորդը Ես հասկանում եմ, որ դա ձեր վախերից է ծնվում, նույնիսկ ձեր այդ ծիծաղը վախերից է ծնված, հոգեբանական պատասխաններ դրանք ունեն։
Պարզապես ես ուզում եմ հիշել, որ այն քաղաքական ուժը, որը փորձում է դաշնակցությանը պիտակավորել, այն էր մեր 135-ամյա կենսագրությունը, որ դեռ պիտի շարունակի, չի գիտակցում, որ դաշնակցությունը ավելին է, քան շարքային կուսակցությունը, քանի դեռ կա մեկ հայ, կա լինելու է դաշնակցության գաղափարախոսությունը։ Իսկ թե դուք ինչ հետագիծ եք թողել դառը եւ սև հետագիծ, այս թվերն են խոսում։ Թշնամուն եք թողել 12 քաղաք, 241 գյուղ, 11,000 բնակարան, 13,000 տուն, 385 եկեղեցի, 60 խնդրում եմ թողեք մեկ վայրկյան, 60 վանական համալիր, 20,000-ից ավելի մշակութային արժեքներ, 300 դպրոց եւ այլն։ Ահա այն ողբերգական հետագիծը, որ դուք թողել եք եւ մնալու է ձեր քաղաքական կենսագրության ուղղակի գլխավերևում։ Շնորհակալություն